Անձորքերը հարձակվելու շփման գծին ամբողջ երկարությամբ։ Կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Պաշտպանության բանակը հայտնել է, որ նախնական տվյալով 16 զինծառայող է զոհվել, վիրավորների թիվը անցնում է 100-ը։ թվականի սեպտեմբերի 27-ին առավոտյան 07:10 Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ ադրբեջանական զորքերը օդային ու հրետանային հարձակման են անցել շփման գծի ողջ երկարությամբ։ Ակնհայտ էր, Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ էր սկսվել։ Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք։ Հրապարակվեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի մաշակոչը, ըստ որի Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախն ու Հայաստանը։ Հաղթանակը հեշտ չի տրվելու, հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը։ Նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև։ Նրա բոլորը կան։ Հաղթանակը պահանջելու է ուժերի կերլարում և երկաթագուռ միասնություն։